Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Ես ուզում եմ երեկվա Գյումրիից մի քանի բան ասեմ։ Նայեք Գյումրիում ինչ էր կատարվում։ Մեծ վարչական ռեսուրսներ են ԿՊ-ն այնտեղ իրականացնում։ Ստեղից ընդեղից տարբեր վայրերից հնդիկներ են բերում գրանցում։ Հստակ գյումրեցին մերժելա Սարիկին։ Ես որովհետև մի 10-15 հոգու տենց Գյումրեցի հարցրել եմ, Սարիկի մասին վատ բան չեն ասում են դե նորմալ տղա է, շրջապատ ունի, Նիկոլ Փաշինյանը օգտագործում է Սարիկին, բայց դա կապ չունի, մենք Սարիկին չենք ընտրելու, որովհետև նա Նիկոլ Փաշինյանի հետ է աշխատում, դա ԿՊ-ի գործունեությունն է, ԿՊ-ն է տենց աշխատում, որովհետև նայեք ինչ են անում, Գյումրիում ուժեղ վարչական ռեսուրսներ են օգտագործել պաստառների համար, ռեկլամները, որ կպցնում են, սաղ Գյումրին Սարիկի պաստառներն էր, սաղ Սարիկ էր։ Շատ քիչ ընդդիմադիր թեկնածուներ կային, որ Սարիկի պաստառներից բացի կար ընդդիմադիրների թեկնածուներ, ասում է 3 ամիս առաջ արդեն ԿՊ-ն իմանում էր, որ ընտրության են գնալու, քաղաքապետարանը այդ թույլտվությունները չի տվել, որ մասնիկ իրանց պաստառները անեն։ Ոնց հասկացավ, Գյումրեցին Սարիկին մերժելա, Նիկոլ Փաշինյանին մերժելա, ԿՊ-ին մերժելա։ Իրանք չունեն այն իշխանությունը, որ ունեին այն տարիներին։ Գյումրեցին ուշքի է եկել, ես տենց հասկացա Գյումրիում, Գյումրեցին հասկացել է, որ Սարիկին ընտրելով Նիկոլ Փաշինյանին ընտրում, Նիկոլ Փաշինյանին ընտրելով ընտրում է Էրդողանին ու Ալիևին։ Ես այդքան բան հասկացա Գյումրիում։ Հիմա կուզեմ անդրադառնամ Փարաքարին։ Փարաքար խոշորացված համայնքին մի կարևոր հայտարարություն եմ ուզում անեմ Փարաքար խոշորացված համայնքին։ Մի տեխնացու կա ավականիների մեջից, մի աղջիկ կա երիտասարդ, չեմ անում։ Ես իրան չեմ ճանաչում, ես անձերին չեմ կպնում, անձերին չեմ վիրավորում, պրոստը իրանց արած գործունեությունն եմ ուզում ասեմ։ Արաքսի Վարդանյանի մասին է խոսքը, նայեք ինչ է անում, հոգեկան առողջապահության կենտրոնից, խնդիրների այդ ունեցող կենտրոնում, անձնական կենտրոնում, 3 տարի ինքը բան է այնտեղ, ինչ են, ժամանակավոր պաշտոնակատար է։ Մարդիկ ասում են, որ ինքը ստիպովաբար, Արաքսի Վարդանյանը ստիպովաբար մարդկանց բան անում, բերում է Փարաքար խոշորացված համայնքում քարոզաշավի։ Հենց այդ հիմնարկի մեքենաներով, 2 մեքենաներով ժողովրդին ստիպողագար լցում է, բերում է Փարաքար խոշորացված համայնքին քալիերթին է մասնակցել տալի։ Դա Արաքսի Վարդանյանի մասին է խոսքը, եթե այն որ ասում է սուտ եմ ասում, եթե տենց մարդ չկա իրանց ցուցակի մեջ կարան կոմենտների տակը գրեն, որ տենց մարդ չկա Արմեն ջան, խես սուտ խոսում։ Բայց ես ասել եմ, միշտ ԿՊ-ի արած գործունեությունը պետքա բացահայտեմ, ժողովուրդը իմանա, թե ինչ է անում, թե Փարաքարում, թե Գյումրիում։ Ու այնտեղ աշխատողների ստիպում է, որ այս բաները, իրանց նյութերը տարածեն, իրանց էֆիրները տարածեն, իրանց այդ գործունեությունը տարածեն։ Դա Արաքսի Վարդանյանի մասին է խոսքը, որը ավականիների ցուցակի մեջ է Փարաքար համայնքում։ Ես ուզում եմ Փարաքար համայնքի բնակիչներին ասեմ, ժողովուրդ ջան, մի խափնվեք ոչ մեկին, իրանց արած գործունեությունը, իրանք ամեն ինչ անելու են, իրանք դասատուներին ստիպելու են, ասելու են մանկավարժներին, մանկապարտեզի դասատուներին, սաղի ստիպելու են, որ պետք է ընտրել ԿՊ-ին։ Ժողովուրդ ջան, այս ընտրությունը ոչ թե մենակ ինչ են ասում, համայնքի ղեկավար եք ընտրում, այլ դուք ընտրում եք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դա կապ չունի անձը ով է։ Մենք այսօր անձին չենք կպնում, անձին չենք վիրավորում։ Մենք մերժում ենք Նիկոլ Փաշինյանին։ Կընտրեք ԿՊ-ին, կընտրեք Նիկոլ Փաշինյանին։ Կընտրեք Նիկոլ Փաշինյանին, կընտրեք Թուրք Էրդողանին ու Ալիևին։ Ժողովուրդ ջան, այսքանը, այս է ուզում ասել Գյումրիում ու Փարաքար խոշորացված համայնքում, թե ինչա տեղի ունենում։ Մարդիկ ստեղից ընդեղից
բերում են, քարոզարշավ են մասնակցել տալի, տանում են էսյան, տանում են էյան, հնդիկ են բերում գրանցում, մեռած մարդկանց են հանում, պասպորտներ են ուզում սարքեն, որ ընտրացուցակներում լինեն։ Գյումրիում էդի եղել է, մարդիկ ասում են, որ sense բաներ են անում, թող ուշադիր լինեն։ Մարդկանց խոսակցությունն եմ ասում, դզի Գյումրիում ինչ ա եղել։ Իսկ Փարաքար խոշորացված համայնքում ես արդեն լավ པարզ իմանում եմ ժողովրդի կարծիքը, ես ասել եմ, Փարաքար խոշորացված համայնքում ԿՊ-ն չի անցնելու։ Ես ժողովրդի կարծիքն եմ իմացել, ժողովրդի մասին եմ արդեն լավ կարծիքի, ժողովուրդը ուշքի է եկել, մերժում է Նիկոլ Փաշինյանին, մերժում է ԿՊ-ին եւ մերժում է ԿՊ-ի ցուցակով առաջի տեղ գնացող մարդուն։ Դա կապ չունի մեր ընկերն է, աղբերն է, հարազատն է։ Մենք գլոբալ ենք պայքարում։ Ես գլոբալ պայքարող մարդ եմ։ Ես պայքարում եմ Նիկոլ Փաշինյանի դեմ ու իր վարչախմբի։ Ուրիշ ավել բան չեմ ասում։ Քանի Նիկոլ Փաշինյանը կա, մեր երկիրը գնալու է կործանման, քանդելու։ Այս մարդը թուրքերին բերելցել է Հայաստան։ Պետք է մերժել մարզ, գյուղ առ գյուղ Նիկոլ Փաշինյանին եւ իր ԿՊ-ին։ Այսքանը ժողովուրդ ջան։ Հուսով եմ, որ ամսի 30-ին թե Գյումրիում, թե Փարաքարում կգնաք ճիշտ ընտրություն կատարեք։ Ես չգիտեմ Գյումրիում շատ տեխնացուներ կան ընդդիմադիր, ում կընտրեք, բացի ԿՊ-ից ում ուզում եք ընտրեք, ընդդիմադիր բայց։ Իսկ Փարաքար համայնքում ես ասում եմ, ու նորից եմ ասում, միակ ընդդիմադիր տեխնացուն դա Վալոդյա Գրիգորյանն է, որը հայ տղա, հայ ընտանիքից դուրս եկած տղա, ամենակարևորը, որ իր հայրենիքը սիրում է։ Այսքանը ժողովուրդ ջան։